Սասնածռեր խմբի 4 անդամներին բռնության ենթարկած ոստիկաններին պատժելու հավանականությունը փոքր է, եթե նույնիսկ քրեական գործ է հարուցվել։ Իմանալով այս համագարկի բաղվածքը ընդհանրապես ես նույնիսկ համարյա վստահ եմ, որ ոչ մի միջոցներ չեն որտեղ գրվի ոչ ոքի նկատմամբ, այսինքն այդ ոստիկանների նկատմամբ, ովքեր այդ դաժան ձեզը, այսինքն հրամանը ստանալով այդ դաժան ձեզ իրականացնելու, դա իրականացվին։ Ալեք Յենի-Գոմշյանի կարծիքով հունիսի 28-ին Ավան և Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած միջադեպը նախապես պլանավորված է եղել։ Այս կերպ իշխանությունը հաղորդագրություն է ուղարկել ժողովրդին։ Այս վարչախումբը ներկայումս հետևյալն է ասում է մենք բռնանալու ենք ձեր նկատմամբ եւ տեսեք թե ձեր հերոս համարած մարդկանց մենք ինչ ենք անում, դուք այստեղ մեր հպատակներն եք, այս համագարկի, այս ռեժիմի վարչախումբի հպատակներն եք եւ մենք ինչ ուզում ենք դա էլ անելու ենք ձեզ հետ եւ ինչքան էլ որ դուք բողոքեք մենք այսինքն գողականով ասողը մենք ենք։ Դեպքից հետո ոստիկանության տարածած հայտարարությունը պարոն Յենի-Գոմշյանը համարում են նույնպես անընդունելի։ Բարի ամենաբովանդակային իմաստով ամենածինիկ հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ նման բան չի եղել, իհարկե միդումնավոր ներքին նաև այդ հայտարարության մեջ ներքին հագասություններ ներդնելով, ասելով, որ այդ սասնածռերից 4 անդամները վնասներ են գրել իրենց վնասելով եւ նաեւ ոստիկանների համաչափ սանցելու, իբր նրանց սանցելու գործողություններով։ Human Rights Watch-ը այսօր հայտարարություն է տարածել այս միջադեպի առիթով։ Իշխանությունները պարտավոր են սկսել արագ մանրակրկիտ եւ արդյունավետ հետաքննություն ծեծի մասին հաղորդումների գործով եւ պատասխանատվության ենթարկել վատ վերաբերմունքի մեջ ներգրավված անձանց, ասված է հայտարարության մեջ։